Շնորհակալություն Նարեկ իրակոսան բան կարողացան, բայց ամեն դեպքում մինչև փետրվարի 12-ը մինչև փետրվարի 12-ը դուք որ ասում եք բան Կարապետյանը լավ բանակցող է նա ունի 2-3 քաղաքացիություն, եթե սխալի բացի հստակեցրել, նա չի կարող անել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ բանակցել, ինչքան լավ կարողություններ ունենա։ Նա ինչ ազդեցություն է ունենալ, այսինքն ուզում եմ հասկանալ վերային կառավարություն է գործելու եւ մեկ դրան հետ կապված որ ես խնդրից հայտարարում եք որ ինչ-որ մեկի աշխատանքային իրավունքը խախտել մեկ դրանով աշխատանքը կա, նա ինչպես է ապրելու, այսինքն նա մեծահարուստ է, մեծ ժառանգություն ստացած է, աշխատավարձի կարիք չունի, այդ եկամուտի ելով է տալու ապրելու համար, եթե տալու է ինչ ազդեցություն է ունենալու մեկ դրանով աշխատող վարչապետի վրա կնոմ հստակեցնեք եւ հայտնի դարձավ որ մեր ձևողը արդեն ուժեղ Հայաստան կուսակցությունն է գրանցել եւ չկա ինչի բան կա դա ինչով է պայմանավորված Շատ լավ առաջի հարցը տեխնիկական հարցը Նարեկ ջան ամենայն հավանականությամբ փետրվարի 12-ին կիմանա կպատասխանե երկրորդ հարցը ես հստակեցնեմ ամեն դեպքում ես ոչ թե ասում եմ ասեք ով է ես ասում եմ որ պարոն Կարապետյանը որպես լավ բանակցող ինքը ինչ գծակներ է ունենալու բանակցելու երբ որ չի կարողանում զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ վարչապետը լինելու է X մարդուկ կամ երրորդ մարդը կամ չորրորդ մարդ այսինքն պարոն Կարապետյանի լավ բանակցելը կողմից ասած այստեղ ինչ Շատ լավ պատասխանը կստանանք փետրվարի 12-ին Մյուս հարցը մեկ դրամի հետ կապված մեր ուժի ներկայացուցիչը հուշում են սիվիկից ձեզ Նարեկ ջան եկեք միմյանց հարգենք և տուտան պատասխանում Կարապետյանը Ահա շատը պետք է համոզված լինեք ես ասում որ ինձ որևէ մեկը չկա Ես ուրախ եմ այդ մասին լսելու հուսով եմ ապացույցները կունենանք նաև հետագա ձեր գործունեության ընթացքում մեկ դրամը մեր իշխանությունը, մեր ուժը դրա մեր ուժի այն անձնավորությունը ով ղեկավարել է մեր երկիրը դրա կարիքը չունենալու մենք պետք է հիշենք որ պատմական շրջանը շրջափուլի ժամանակ է ղեկավարելու եւ սա պարտք է եւ ոչ թե իրավունք երբ որ երկրի ղեկավարը աղքատությունը իջեցնի այն մակարդակին ինչ օրինակ հարևան երկրներում է գոնե 10% 21%-ից իջնի 10% մենք այդ ժամանակ կունենանք դենք խոսել այդ աշխատավարձերի մասին բայց ոչ հիմա ոչ այս պարագայում եւ դուք պատկերացնում եք Նարեկ ջան քո երկիրը տարեկան 1.3 միլիարդ դոլարի պարտք է վերցնում դու տարբեր հրապարակումներով մինչև 15-16 միլիարդ ունենում ես պարգևավճարների ֆոնդ երբ որ քո երկիրը ահավոր մեծ պարտքային բեռի տակ է ընկած պետք է լուծենք այդ հարցը առողջացնենք մեր տնտեսությունը եւ դրանից հետո ունենանք իրավունք մարդուն այդպիսի բան առաջարկել վստահ եղեք որ դրա կարիքը չկա այս պարագայում դրա համար էլ մարդկանց մեր հայրենակիցների նշանակալի մասը տեսնում է ուժի մեջ գործուն այլընտրանք որտեղ վստահ է որ այս ուժը չի ունենալու դրա կարիքը երրորդը կուսակցության հետ կապված կուսակցության համագումարին ներկա կլինեմ ես եւ կմասնակցեմ նաեւ ես այս բանը ես մեր ձեռնշարժման համակարգողն եմ բայց կուսակցության համագումարին դուք մենք իրար կտեսնենք շնորհակալ եմ